Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ինչպես եւ խոստացել է, այսօր ուղիղ եթերում ենք աշխատելու, մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է։ Մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Բարև ձեզ, պարոն Բագրատյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջ օրվա ընթացքում ենք ուղիղ եթերում հետևում ենք Գյումրի զարգացումների, այս փոխքաղաքապետներն են իրանց կոտորելով դղկը մղկեն, խուդ փոխոստիկանապետերն են Հայաստանից, Երևանից հասել են, կոտորում են իրանց, պատառոտում են, պատե-պատ են տալիս, ինչ կա այն ժամանակ ձեզ քրտնաթոր ձեզ պատե-պատ էիք տալի, որ կիրանցն էլ հանձնեիք, երմիս տեղն էլ հանձնեիք, հիմա ինչ եք հանձնում, երեմ հետևի մասով, կալի ասել ուղակի առևանգում են Վարդան Ղուկասյանին, որտեղ մուտ, հլտեսեք ինչ ոստիկանական անա ուղարկված, ոստիկանական շարասյունները, Գեղամանուկյանն էլ, պատգամավորները շարժում են, այստեղից շարասյունը դուք տեսնեք ինչ շարասյուն էր գնում Երևան։ Ավականու անդամներին թույլ չէին տվել մտնել ներս, լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չէին տվել մտնել։ Տեսեք ինչ են անում, պարոն Բագրատյան, սորը քարշ տալով տանում են ընտրված քաղաքապետին։ Սոսած վիճակը, այս վիճակը։ Գործ են անում, ինչ գործ անում Խուդոյանը, այ ողբամ քեզ, դղկը։ Վազելով տանում են այս մարդը։ Քարշ տալով տանում։ Երկիր, թե ինչ է, պարոն Բագրատյան։ Սա վիճակը։ Տարան և հիմա ինչ է կատարում քաղաքապետարանի դիմաց, նաև մարդիկ էին հավաքվել, իմիջիայլոց ես կուզենայի նաև գյումրեցի են կանանց խոսքը։ Այն կանանց խոսքն էլ դուք չեք պատկերացնի ինչ ճշգրիտ վերլուծություն, թե ինչ է կատարվում, գյումրեցիները հավաքվել և աղմուկ են բարձրացել, ուղղակի իրենց ընտրված քաղաքապետին թույլ չէին տալիս, որ հեռացնեն։ Ինչ-որ խնդիր կա։ Այս Մայր Հայաստանն ա բերել, երբ որ պաշտպանվելու համար, որ թուրքերը գան, օրինակ Հայկ Նապետյանն ասում է զինվեք, որտեղ թուրքերը գալու են Հայաստան, պետք է զինվել, հիմա ես զենք չունեմ, ինչ անեմ։ Ասել եմ այս մահակը նվիրել եմ պաշտպանվելու համար, լավ է, չէ, որտեղ մարդկա մուրճ ա վերցնում, մարդկա զենք, ինչ էի ասում, հետո է, այն մեկը պատրաստ ա, բայց կաշկշոց է դիմը։ Մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որը պետք է դադրի ձերբակալվի, Նիկոլ Փաշինյանը, պետական դավաճան։ Նիկոլ Փաշինյանը, որը 5 միլիարդով ծախեց Արցախը։ Գյումրեցի քաղաքացի։ Փաշինյանը, որը ծախեց Հայաստանի հողերը։ Նիկոլ Փաշինյանն է, որը ազգային ժողովի ամբիոնից ձեր է առնում ամբողջ հայ ազգին։ Նիկոլ Փաշինյանն է, որի համար ոչ մի սրբություն գոյություն չունի, ընդդուք մինչև սրբազանների ձերբակալություն։ Եվ ես չեմ մեղադրում ոստիկաններին, ոստիկանների համար այսօր Նիկոլի թվի հայրենիքը իրենց գրբանն է տարել։ Հանուն փողի պատրաստ են նույնիսկ քննելու ժողովրդի վրայից է։ Սխալ ասում, ճիշտ է ասում։ Հանրահավաքներին եղել են եւ ցեզ են կրես ոստիկանների կողմից նույնիսկ։ Եղել են հանրահավաքներին։ Ես անանա, եւ գիտեք ինչ չի տարվում Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ հարուն ունի, որ բոլոր ուժային կառույցների ղեկավարները իր հարյունի անդամներն են։ Անփառուկ կանանց հավաքելի գլուխը, ինչ որ ազգուժային կառույցներ է ստեղծում, այն մեկն է նոր հայտարարում է բանականության տեսությունը, դուք բանականությունը ինչ գիտեք ինչ է, տեսությունը ինչ գիտեք ինչ է, ձեզ միակ սրբությունը այս երկերի մեջ երկիր թալանելն է, ձեզ սեփական գրբանն է։ Այդ որպես գյումրեցի հետևելով ինչ այսպերում մեծով իրական։ Եվ Բաքվում ինչ է կատարվում եւ ասա։ Ականուժեն կամի բերետանուները փորձում մուտք գործել քաղաքապետարանի գլխավոր մուտքից ներս, բայց քաղաքացիները փորձում են արգելել եւ թույլ չտալ
Ինչի արդյունքում էլ ստեղծել է այս Աստորեն գյումրեցիները իրականում թույլ չտվեցին, որ իրանց լավ, հասկանալի է, թույլ չտվեցին, որ իրանց ընտրած քաղաքապետին տանել եւ իրենք հետևի մասով ուղղակի առևանգեցին։ Ինչու է սա անում, պարոն Բագրատյան, ես գիտեմ, որ պատրաստում էր օրերս, գիտեք, որ գյումրեցիների գումար ուղղակի գողանում է Նիկոլի եւ թույլ չի տալի այդ բյուջեով այդ փողը վերադարձնել իրենց եւ հրապարակային Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ դատի է տալու։ Խնդրեմ, գուցե հենց դրանով է պայմանավորված։ Հնարավոր ես չեմ կարող ասել հա թե չէ, ավելի հավանական եմ համարում դա, որովհետեւ եթե Գյումրին դատի տար կառավարությանը եւ այդպես վայրվերին մնացած 70 համայնքները, ապա կենտրոնական կառավարությունը ստիպված կներ համայնքներին զիջել շուրջ 700 միլիարդ դրամ, այսինքն բյուջեի եկամուտների 25%։ Բայց գուցե ես բացատրեմ ինչ նախանձում։ Խնդրեմ, պարոն Բագրատյան։ Մենք ունենք սահմանադրություն։ Նրա 185 եւ 186 հոդվածներն ասում են, որ թիմ մարմինները, այսինքն համայնքները, որից մենք կարծեմ 71 հատ ունենք, իրանք պետք է ունենան այնքան բյուջե, ինչքան իրանց պատվիրակված է ֆունկցիա, գործառույթ։ Եվ համայնքների բյուջեները չեն կարող դեֆիցիտային լինել, դեֆիցիտային կարող է լինել միայն պետական բյուջեն։ Համայնքների բյուջե գումարած պետական բյուջե անում է համախմբված բյուջե։ Հիմա Սահմանության հիման վրա ընդունված թիմ մարմինների 85, 86 եւ 87 հոդվածները, այստեղ 185 չէ, 86 է, բռնում է պարզապես թիվը 100-ով տարբերությամբ։ Ասում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները ստանում են գույքահարկը, տեղական турքերը հարկերն ու տեղական հարկեր համարյա թե չկան Հայաստանում, ինչպես նաեւ մասանումներ շահութարկից եւ եկամտարկից։ Եկամտարկը մեր բյուջեի 25%-ն է, շահութարկը եւս 18%։ Եվ որ մենք, սա ակնհայտ է։ Այսինքն, եթե մենք այսպես հաշվում ենք, Գյումրի քաղաքի բյուջեն պետք է լինի 27 միլիարդ դրամ, այսինքն դա կազմում է շուրջ 60 միլիոն դոլար։ 27 միլիարդին համապատասխան պետք է նրանց պատվիրակված ֆունկցիաներ։ Օրինակ, եթե այսօր դպրոցները Գյումրիում ֆինանսավորում է նախարարությունը, նախարարության հարցով մի հատ էլ հարց կա վերջում 10-ից չմոռանաս պիտի բան ասեմ։ Ապա այս բյուջեի դեպքում դպրոցների մի մասը կամ ամբողջությամբ նա պետք է փոխանցեն Գյումրի քաղաքի, նախարարությունը պետք է մենակ ծրագրեր հաստատի եւ ուսուցիչների վերապատրաստումը։ Հիմա ինչքան է Գյումրի քաղաքի բյուջեն։ 27 միլիարդի փոխարեն 5.5։ Ինչու՞։ Որովհետև տեղական ինքնակառավարման մասին օրենքով սահմանված շահութարկից եւ եկամտարկից մասանումներ չեն կատարվում։ Ինչու չեն կատարվում, որովհետև բյուջեն ընդունելուց 25 թվականի 7-րդ կետն ընդունել, որ ժամանակառապես 25 թվականի համար դադարեցնում են այդ մասանումները, կարծես թե եղել էին էլի։ Նույն այսօր արդեն մցված է մյուս տարվա բյուջեի նախագծում։ Հիմա ինչքան է իրականում Գյումրիի բյուջեն, իրականում հավաքում են 1.5 միլիարդ, գալիս են 4 միլիարդ էլ Նիկոլ Փաշյանից ուզում են, կառավարությունից։ Այսինքն, սա բերում է կոնֆլիկտի, որ ցանկացած դեպքում կառավարությունը, այսպես ասեմ, ծնկի է բերում ֆինանսապես, ցանկացած համայնքային բյուջե, որը չի ընդհանրվի կառավարությանը, կամ քաղաքականապես չի անի այն, ինչ ասում է Նիկոլ Փաշյանը։ Սա միակ մարդն է եղել, պարոն Ղուկասյանը, որ ասում է, ես քեզ դատի եմ տալիս եւ գնում եմ սահմանադրական դատարան։ Խախտում եք սահմանադրություն։ Զարմանալին այն չէ, որ ես այս բոլորի հիմա ասում եմ, որովհետեւ այս բոլորի մասին մենք զրույց ունեցանք Վարդան Ղուկասյանի հետ, դեռևս անցյալ տարի, ուրեմն ամռանը այս բանի ընտրությունների շրջանում։ Զարմանալին այն է, որ մեր քաղաքական, տնտեսագիտական միտքը այս հարցերը չի բարձրացրել։ Այսպիսի մի մտադրություն ուներ նաև Վլադիմիր Գրիգորյանը։ Հասկանում եք ինչու նա բանը։ Նրանք էլ էին սպասում էին Գյումրին ինչ-որ կրտան, նույնպես հայցով մտնեն։ Փարաքերի մասին եք ասում։ Ինչ եք ասում։ Նրանք էլ էին հետաքրքրված սրանով։ Հա, ավականից խոսել եմ բայ այդ թեմա է։ Այդ թեման ես զեկուցել եմ։ Իդեպ գաղտնի չէ, կառավարությանը հրավիրել ենք, համալսարան զեկուցել ենք, ասել ենք ախպեր, այս փողերը տվեք այս մարդկանց։ Այսինքն շուրջ 700 միլիարդ
Փաշյանը բերում է Երևան, ապօրինի, եւ ասում է դե եկեք ինձնից ուզեք։ Հա լավ այդ գույքարկը ձեզ։ Դա գույքարկը բանը էական չի։ Երևան քաղաքի բյուջեն օրինակ այսօր 120 միլիարդ է հավաքում, մոտարապես պիտի թվերն լինի, այտենց անգի թվեր։ Պետք է լինի 300։ Օրինակ երբ որ Տիգրան Ավինյանը ձեզ ասում է, որ մետրո պիտի կառուցեմ, դուք ամիջապես ասեք ստում ես։ Որովհետև մետրոյի մեկ կայարանի կառուցումը մոտավորապես կարժենա 200-250 միլիոն դոլար, քեզ որտից է փողը, դա քո ամբողջ բյուջեն է։ Այսպես խոսում է։ Նա կյանքում մոտ չի գա, որ մի հատ այդ մետրոյի կայարան այսօր կարող է, եթե կառուցի Նիկոլ Փաշյանը, բայց այդ դեպքում նա եղած բյուջետային միջոցները պետք է խնայողաբար տնտեսապես օգտագործի։ Նա բան անում, ցպնում է։ Ցոփ կյանք է վարում, սկսած իր անձնական կյանքից։ Պարքեվատրումներ, մեքենաներ, ինքը, կնոջը, երեխեքը եւ այլն։ Անում են ծախսեր, որոնք իրանց թույլ տված չի։ Այսօր նա շրջում է քաղաքում այն օրը ես հաշվեցի Սարատնովա փողոցում գնում էր դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցության ինչ որ նիստեր ինչ է 28 մեքենայով եմ անգալիս։ Հանրապետության առաջնախագահ մեր ժամանակ ման էր գալի 6 մեքենայով, ես ման էի գալի 1 մեքենայով։ Հասկանում եք։ Այն դեպքում, երբ որ մենք պատերազմ էինք հաղթել թուրքերի դեմ եւ նրանք հանգիստ կարող էին այստեղ ուղարկել մի քանի գործակաց մեզ վերացնելու կամ սպանելու համար։ Դուք նաև ուղիղ կապ եք տեսնում ինչու հիմա տարավ, հա, Վարդան Ղուկասյանը, այսինքն հասկանում էր, որ Վարդան Ղուկասյանը մտնելու է դատարան, այդ գումարը եւ հաղթելու է այդ գումարների։ Այստեղ ուրիշ բան կա։ Ասենք Արարատում կամ չգիտեմ Արտաշատում կամ բան, այնտեղ համայնքները ԿՊԱ-ականներ են։ Այնտեղ որտեղ ԿՊԱ, տեսեք ես միացնում շուտով կլինի ընտրություն, այնտեղ որտեղ հաղթում է ԿՊԱ-ականը, այսպես հարց չի ցակում։ Սուս ու փուս նրանք ծախսում են ինչ որ իրենց Նիկոլը տալիս է։ Դրա համար տեղական թիմ մարմինների ընտրություններում այս պայդրությամբ հենց այս իմ նշած պատճառով արեք այնպես որ միշտ հաղթի ընդդիմությունը, որտեղ շանս կունենաք բյուջե ունենալ։ Ասենք այնտեղ որտեղ ԿՊՆ հաղթում կամ հաղթում է Արամ Զավենի Սարգսյանի Հանրապետություն կուսակցությունը, դուք որևէ շանս չունեք։ Որ ոչ միտեղ էլ բյուջե հնարավոր չլինի։ Բա Քաղաքական տեսանկյունից է այս հարցը, չգիտեմ, ինչ զարգացումներ, ինչ փաստորեն, սա ինչ է նշանակում, որ ընտրությունների գնալու ճանապարհը այս մարդը այսպես տեմպես փակում է։ Տեսանք ինչ տեղի ունեցավ Փարաքյարում, Սպիտակում, Փաշյանը փորձում է Հայաստանը դուրս բերել իրավական զարգացման ճանապարհից։ Ինքը իշխանավարում է խախտելով օրենքները։ Ընդունում է օրենքներ, որոնք մի բան են նշանակում ընդդիմության նկատմամբ, մեկ այլ բան իրենց նկատմամբ։ Նույնիսկ իրանց իշխանության օրինակ մեկը ես եւ իմ կենսաթոշակի հարցը եւ իմ տան հարցը ես հաղթել եմ վճռաբեկ դատանի ոչ ոք չեն կատարում։ Չեն կատարում ու վերջ։ Հասկանում եք։ Վերջը իհարկե դրանք կատարվեն։ Նույնիսկ այստեղ ընդդիմությունը ցուցաբերում է կոռեկտություն, ասելով ես սահմանադրական օրինական ճանապարհով պետք է հասնեմ մեր իրավունքների ընդլայնման կամ իշխանափոխության, ինքը դա խախտում է։ Ինքը գալիս է մի սուտ բանով ասում է բռնում է մարդուն տանում է։ Օրինակ վերջը փաստաբաններին, ձերբակալում սրբազաններին, անկապ ոչ միտեղ ոչ մի դատի թեմա չկա։ Քահանաներին։ Սամվել Կարապետյանն ասենք ձերբակալին ասելա մեր ձևով, ի՞նչ է դա նշանակում։ Ով կարող ապացուցի, որ դա նշանակում է քաղաքական սպառնալիք։ Իդեպ դուք հայտարարում եք մի փոքր շեղվեմ, հա, որ չի կարող ինքը Սամվել Կարապետյանին պահել, ինքը ստիպված է լինելու մեկ ամսից բաց թողել առնվազն։ Ինչու չի կարող։ Ես կարծում եմ, որ դա թեմա չկա։ Թեմա չկա, ապօրինի է։ Այն օրը մի հատ իրավաբանի մենք խնդրեցինք մեկնաբանել, շատ վաստակավոր իրավաբան Սամվել Կարապետյանի ման ձերբակալության փաստը, հա։ Այդ իրավաբանից հետաքրքիր միտք ասեց, որը հետո ես իմացա, որ կնքայրը ֆիլմից է վերցրած։ Լսեք, ասեք, դուք ասեց վիրավորում եք իմ բանականությունը, ինձ այդպեսի հարցեր մի տվեք։ Դա բանա։ Այսինքն այս անարխիան աշխատում է, միջև երբ։ Դե անարխիան, տերոր, անարխիա, Նիկոլ Փաշյանի անարխիան չի, դա նաև Ալիևի եւ Էրդողանի անարխիան է։ Հայաստանը Արևմուտքի տեսնում եք ծպտուն չկա արևմուտքից, ընտրված քաղաքապետ են տանում։ Լրությունը համաձայնության նշան է, բայց ես չեմ կարող մեղադրել Եվրամիությանը կամ Ամերիկային։ Ինչու՞։ Չբացահայտորեն չեն ասում, մենք պաշտպանում ենք Սամվել Կարապետյանի ձերբակալությունը։ Էլ ո՞նց ասեմ բացահայտորեն։ Դե հիմա նայեք, Անժելա, հիմա մենք երկուսով խոսում ենք, հիմա այո, Էրդողան, Ալիև
արևմուտք, նրանք ուզում են, որ այդ վախխանալիան Հայաստանում շարունակվի, նրանք, որ ձևականորեն կոչ են անում մարդու իրավունքների պաշտպանության եւ այլն, պնդում են Նիկոլ Փաշինյանին, ասում են Արա ինչ ուզում ես արա։ Միայն թե Հայաստանը դուրս բեր այդ Ռուսաստանի հետ բարեկամության ծիրից դարձրու հակառուսական երկիր, քեզ էլ ոչինչ չենք տալիս։ Քեզ էլ ոչինչ չենք տալիս։ Հայաստանը ոչինչ չի ստանալու, էսա։ Շարունակությունն էլ են ասում, որ Թուրքիայի կակ ու Հայաստան չի Փաշյանի լինելու։ խնդրեմն ինչա, Փաշյանը հիմա կարող է գոյատևել Հայաստանում, Հայաստանին անընդհատ վնասներ տալով։ Այսինքն ստոպ չի լինելու, մի օր չի ասելու, արա լավ, սպասեք էլի, առանց այդ էլ համահանել եմ, Արցախը տվեցի, Կիրանցը տվեցի, Գորիս Կապան ճանապարհը տվեցի, Սյունիքը տվեցի, այսօր շուտով կտրելու եմ սահմանը Իրանի հետ, մի հատ ստոպ տամ էլի։ Փաշյանն արդեն մտածում է, որ եթե ինքը ստոպ տվեց ժողովրդավարական ալիքը, իրան կքշի իշխանությունից կքշի, եւ ինքը մտածում է, որ այնքան երևի ինքը գիտի ինչ վատություններ արել, որ մտածում է, որ այդ դեպքում ինքը դադաներից չի պրծնելու։ Ես այդպես եմ մտածում, դրա համար ինքը դարձել շատ վտանգավոր։ Ինքը նույնիսկ իմ կարծիքով հայերի համար ավելի վտանգավոր է, քան թե Իլհամ Ալիևը կամ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ավելի վտանգավոր։ Որովհետև այն ինչ որ մենք տեսնում ենք, կամ էս Գյումրիում, էս ինչ թեմա է։ Միտեղ համայնքապետ է սպանվում, Գյումրիում էս վիճակն է։ Գիտեք, վաղը միսօր Էշմիածնում է լինելու, Էշմիածինը պարտվելու են իրանք, այդ ակնհայտ է։ Նույնիսկ խախտելով, կաշակներ բաժանելով, քաշակներ բաժանելով, իրանց կողմից հնարավոր չէ փրկել իրավիճակը, մարդիկ կուշտ են։ Գնացեք, ասենք, այս 3 միսօր ես օրինակ Արարատում էի, այնտեղ կուշտ են եւ ԿՓ-ից եւ Հանրապետություն կուսակցությունից։ Գնացեք այս Կոտայքի բանի կողմերը, գնացեք դուրս են գալիս, շփվում ենք Արմավիրը, որը ավանդաբար պաշտպանում էր բանին, ասա, Նիկոլ Փաշինյանին, այսօր նույնիսկ ասում է ես չեմ կարող պաշտպանել։ Մարդիկ ասում են մեզ համար, այդքան ասում էին նախքին Քոչարյան բան, ավելի ընդունելի են նույնիսկ։ Մեր ձևով ավելի ընդունելի, պարոն Բագրատյան դուք ավելի ընդունելի եք։ Մարդիկ սկսել են մտածել, ասելով, որ մենք ոչ մի տեղ ենք գնում։ Չեղած տեղը խնդրեմ ստեղծում, չեղած տեղը։ Ասենք, նայեք, ասենք, Արարատ Միրզան, ասում է, ես հասան նրան, առանց ամաչելու, որ երկաթգծի ուղեկցող ռուսական զորք չլինի։ Այսինքն այդտեղ առանց այդել սահմանը ռուսական զորք է, չէ՞ կանգնած։ Այսինքն առաքելությունը ինքը դրանում է տեսել, այն որ ինքը դա տվել է ամերիկացիներին առանց վերահսկելի, առանց մաքսատան, առանց սահմանապահի դարձնելով Միջանցք, դա իր համար խնդիր չի։ Այն որ ինքը փաստորեն փակել է հայ-իրանական սահմանը։ Շուտով կտեսնենք, երբ որ այդ երկաթգիծը սկսի աշխատել, կտեսնենք այնտեղ սահման կա թե չէ։ Հաջորդ հարցը։ Այս բյուջետային հարցը շատ էական է։ Այո, եւ բայց ինքը մեծ է խոսում, փաստորեն արձանագրենք, որ գյումրեցիների գումարը չի ուզում տալ եւ դրա համար պայքարում է իրանց քաղաքապետը։ Ինքը չի ուզում, որ Գյումրին ունենա 1.5 միլիարդի փոխարեն ունենա սեփական եկամուտներ շուրջ 27 միլիարդ։ Լսեցիք, սիրելի գյումրեցիներ, ինչի համար տարավ այսօր ձեր քաղաքապետին, ձեր կողմից ընտրված քաղաքապետին Վարդան Ղուկասյանը, ինչի համար տարավ։ Բայց մեծ է խոսում, ասում է բյուջեն ավելացել է, ես ինչ արել, ինչ է տեղ ունեն բյուջեի հետ, խնդրեմ, պարոն Բագրատյան։ Անժելա ջան, 2017 թվականին հանրապետականների օրոք բյուջեն կարող ենք համեմատել ծախսերով եւ եկամուտով։ Հեշտ է ծախսերով համեմատել, հետո եկամուտով համեմատել։ Եղել է 1 տրիլիոն 530 միլիարդ դրամ։ Միջև այս բոմժերի գալը։ Դե դու այդպես ես անվանում, ես առանց այդ խիստ բան եմ ասում։ 2025-ին մեր բյուջեի ծախսը կլինի 3 տրիլիոն 500 միլիարդ։ Հիմա 3 տրիլիոնից որ 1.5 տրիլիոն հանում են, հնում է 2 տրիլիոն դրամ։ Հարցը ցակում, այս մարդը այդքան բյուջեն ավելացրել է, չէ՞։ Բայց աշկազարնում մի բան, հետո սա ավելի խորացված խոսենք։ Թոշակ առնի թոշակը 40000 դրամից դառնա 50000 դրամ։ Եթե մենք հաշվի ենք առնում ես, որ սննդամթերք են առնում գումարի հետ է գալիս։ Միջ 3000 է ստացվում։ Ուրեմն 40-ից դառնա 53000 դրամ։ 470,000 մարդ թոշակ է ստանում։ Եթե ես 53-ը բաժանում եմ 40-ի, մոտավորապես 1 ու ինչքան։ Հիմա նայ 53-ը բաժանեցի 40-ի։ 1 ու 3, ահա։
Այդ ընթացքում 7-8 տարում մենք ունեցել ենք այս տարվա 3.5%-ն հաշված գնաճի, մենք ունեցել ենք 35% գնաճ։ Այս ո՞նց եղավ, որ բյուջեն ավելի քան 2 անգամ ավելացավ, թոշակառուները իրական թոշակը պակասեց։ Հələ ես եկամուտի մեջ մտցրել եմ այդ 3000 դրամը, որ իրավունք չունեմ մտցնեմ, որտեղ թոշակառուն, երբ որ գազի հոսանքի ջրի փող է տալիս կամ բժշկական դեր առնում, իրան այդ փողը հետ չի գալիս։ Հասկանում ես։ Մենակ երբ որ գնում է վաններից Ուտելիք որ հա։ Մի հատ նորից, ուրեմն ըստ իրենց բյուջեն 2 անգամ բարձրացել է, բայց թոշակը բարձրացել է 2.5 անգամ։ Ահա, բայց Թոշակը բարձրացել է 32%, 53-ը բաժանած 40։ Նորից եմ բաժանում 3.5 ծախսով։ Բանով էլ կասեմ, Անժելա ջան, եկամուտով էլ կարամ ասեմ, այնտեղ էլ պետական պարտքի միջոցով է բարձրացել։ Իրականում ոչ բարձր։ Բյուջեն բարձրացել է 2.7% անգամ։ Այսինքն թոշակառուների տեսակարգը շիրը բյուջետային ծախսերը շարունակաբար նվազում է։ Հիմա ո՞նց համատենք։ Ինչ է, մարդը լափում է այդ փողը, ինչ անում, ինչ որ մեկը բանը անում դու ասա, ցպնում է այդ փողերը, հա, ինչպես բացատրենք, էլի։ Ինչ որ մեկը լափում է դա 1.5 տրիլիոն եւ 3.5 տրիլիոն։ Հիմա նայ։ Ինչ լրացիչ ծախսեր անում, ինքը որ ավազ չէր արվում։ 2017-ին արտաքին պարտքը սպասարկելու համար մարելը չէ, սպասարկել։ Ծախսվել է 120 միլիարդ դրամ։ 2025-ին կծախսվի 400 միլիարդ դրամ։ Այսինքն 280-ը ստեղավարի գնում։ 2017-ին կուտակայինի վրա մենք ծախսում ենք բյուջես մոտ 50 միլիարդ։ Հիմա կրկնապատկել են, էս էլ առանձին պիտի խոսենք, ինչ է այս կուտակայինը ներկայացնում։ Ինչ է, այստեղ խայտարակ փաստեր ունենք։ Այստեղ խայտարակ փաստեր ունենք 100 միլիարդ։ 2017-ին մոտ 20 միլիարդ է ծախսվել եկամտարկի վերադարձով շինարարության վրա, այս տարի կծախսվի 120 միլիարդ։ Սա պիտի վերլուծենք։ Վատա թվում է թե եկամտարկը վերադարձում է մարդ շինարարությանը, բայց ումա հասնում է, ով է սրանից օգտվում, ով է շահառում։ Դե պիտի բացատրվի էլի։ Դրա համար այսօր լավ է, որ մենք տնտեսական հարցերը բանանենք, մի հատ հրեշավոր, այս իշխանության հրեշավոր տնտեսական քաղաքացիություն ժողովուրդ հասկանա։ Այսպիսով պետական պարտքի սպասարկում, մարում չէ սպասարկում, կուտակային եւ բանը, ավելացախսում, ուրեմն 400-ը ծախսում 280, գումարած 50, գումարած 100։ 430 միլիարդ դրամ ավելացախսում։ Փուչ, չի կարելի փող դառնա։ Այսինքն 3 տրիլիոն 500 միլիարդից հանում ենք 430, մնում է 3 տրիլիոն 70։ 35% գնաճ ունի 3.5 տրիլիոնի 35%։ Չէ՞ որ գնաճ է, ասենք, եթե գինաճում է, պետության համար էլ է գինաճում, ուրեմն այդքանը պակասում է պետության գնողունակությունը։ Այո։ 3.5-ի 35%։ Տրիլիոն 225։ Այս 3-ից հանում ենք տրիլիոն 225։ Հանած տրիլիոն 225։ Աստե մնում է 45, 8, 1։ Մնաց 1 տրիլիոն 845 միլիարդ։ Իրականում 2025-ի 3.5 տրիլիոնանոց բյուջեն 2017-ի 1 տրիլիոն 845-ն է։ 2017-ի փաստացի 1 տրիլիոն 500 քանիսի դիմաց, նույնպես 500 քանիսից պիտի հանենք բանի ծախսերը, այն ժամանակ է սպասարկման ծախսեր կային, տրիլիոն 430-ից։ Բյուջեի իրական եկամուտները 7 տարում ավելացել են։ Բաժանած տրիլիոն 845, տրիլիոն 430։ 7 ավելացել է 29%։ Կամ 415 միլիարդով, որից 100-ից 150 միլիարդը ամեն տարի գնում է ԿՊ-ին, դե քանի որ ապարատն են պարգևատրում, ԿՊ-ին են պարգևատրում։
Բայց սա էլ մինչև վերջի չէ։ Բա պետական պարտքի մարումը։ Մի արդյոք ես ասել եմ մարումը մենակ 600 միլիարդ է։ Սրան անդրադարձել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Հիշեցեմ, սա այն նախարարն է, որը ցածր տոկոսով, թե անտոկոս $1 միլիոն վարկ էր վերցրել բանկերից։ Եվ ինձ ասել էր մի մանիպուլացիա, ես քանի անգամ ասել եմ, որ արի մի հատ բացատրի, բա մարման փողը արտաքին պարտքի սպասարկման չէ, մարման։ Չի մտնում բյուջեի ծախսերի մեջ, ոնց է որ չի մտնում, ես կամ ինքը լավ չէր արտահայտել, կամ էլ ես լավ չեմ հասկացել։ Ես առաջարկել եմ, որ եթե ասելիք ունեք, ես պատրաստ եմ քո հետ նստեմ Ղազարյան Պետրոսի հմեկով բանավիճել ես հարցով, կամ էլ Նիկոլ Փաշյանի հետ։ Մինչև հիմա արձագանք չկա։ Չնայած ինձ չես ասում նրա հետ նստել, որովհետև եթե ճիշտ է այդ պատմությունը, որ գնում է բանկերից քիչ տոկոսով կամ 0%-ով $1 միլիոն վարկ է վերցում, սա գողության մասին է խոսքը լսել։ Հասկանում եք։ Սա այդպիսի հեշտ բան չի։ Հենց էլ այս հարցին չպատասխանեցին ոչ ինքը, ոչ վարչապետը։ Հասկանում եք։ Ոնց է, ասենք բանկը ոնց է ձևակերպում։ Ասենք տոկոսն արժի 9% դոլարի, քեզ ձևակերպում է 1%, քեզ տոկոս կամ вообще 0%։ Բայց 9%-ով ակոմ ինչ որ մեկը փակում է, չէ՞։ Ուզեք չուզեք բյուջեից պիտի փակվի, կամ էլ բանկը ստացած շահութարկից այսքան պակաս պիտի բյուջեին փոխտա։ Այս հարցերը դժբախտաբար նույնիսկ մեր ընդդիմության մասով չեն մեկնաբանվում։ Ընդդիմությունը շատ է քաղաքականացված։ Հելնում ասում են Նիկոլը պիտի հեռանա։ Այս բաները պիտի բացատրվի ինչի պիտի հեռանա։ Ինչ թալան, Այս ինչ թալան։ ինչ մանիպուլացիաներ Ասեք Նիկոլ եւ Փաշյանը ասում է ես 2 գողություն տրիլիոն հետ եմ բյուջեից ամենտեղից Նիկոլենց կողմից։ Եկամուտները բյուջեն տրիլիոն 300-ից դառնա 2 տրիլիոն 800, հա, ասում եմ 1.5 տրիլիոն հետ եմ բերել։ Ինչ հետ բերել։ Եկամուտները եթե անդրադառնանք բյուջեին, առիթի բաժինը գալիս է պետական պարտքի ավելացման։ Դու կարծում եք ինքդ հասկանում ես, պարոն Բագրատյան։ Ինչ Ինքը շատ ասում լավ, է։ ինքը շատ վերջնվեք։ Արանքո մնացած փողը որ պետք է իրան տան։ Այսպիսի դիկտատուրա սահմանող մարդը հիմար լինել չի կարող։ Հա։ Այո։ Այս մարդը հասկանում է խորամանկ ձևի, եթե չել հասկանում կողքական մարդիկ, արտասահմանից, չգիտեմ, Ալիևի մարդիկ են, Էրդողանի մարդիկ են, կամ զանգում են խորհուրդ են տալի, այս քայլերը շատ նուրբ եւ խորամանկ քայլեր են։ Այսպես պետության բյուջեն ոնց է խախտվում, էլի։ Սա է իր բյուջեի պատմությունը, այսինքն այդ 3.5 տրիլիոնը, որը 1.5 տրիլիոնից 2.5 անգամ ավել է, մեկը ձեզի բան չի մնում, ժողովուրդ։ Հայ թող ավելանա։ Ձեզ ինչ։ Սկսած թոշակառուներից։ Սկսած թոշակառուներից, հիմա թոշակ ես տալի թոշակ դուր։ Կանգնել ես ասում ես, երբ որ առևտուր կանես, այն էլ սննդամթերքի, ապա 12% բան կլինի, դու ասա։ Հետ կստանաս։ Բայց նա այդ հարաբերակցությունն էլ էս խայտարակ թանկացումներն էս թոշակը։ Չէ, թոշակը նույնիսկ այդ եկամուտը 12% հաշված ես ստացել եմ 35%։ Հիմա թոշակները կբարձրացնի հունվարի 1-ից 3000, այդ դեպքում ձեզ կթվա թե դուք պլյուսի մեջ եք, բայց հենց թոշակը բարձրացնում է, գները բարձրանալու են։ Եվ 30% գնաճը դառնալու է 40-42%։ Չէ, մի հատ էս գնաճով, մի հատ պատկերացեք ու այս թոշակով ձեր մատնանշած 40 ասենք դարձրել է 50, մարդը մի հատ իր սոցիալական կենցաղային բաներ են եկել, կոնկրետ մարդ թոշակառուներին մարդը սովի է մատնել։ Սովի է մատնել, ոնց։ Իդեպ էս գների թանկացման մեջ մենք հաշվի չենք առել ջրի վարձի թանկացումը, հասկանում եք։ Բարեբախտաբար գազն ու էլեկտրաէներգիան, որոնք կապված ռուսական տնտեսության հետ, Ռուսաստանը ոչ մի կոպեկ չի թանկացրել։ Որովհետև շղթայով գալու է, եթե հանգարտ գազը թանկանա։ Եվ մեզ վաճառում է գազ 3 անգամ իժան։ Այս էլ որ մի քիչ կենսամակարդակա ձեր տները տաքացնում եք, դուք ի տարբերություն ասենք Մերձբալտիկայից, այդպես մեծ խոսում եք Եվրոպա գնացած Մերձբալտիկայում տներ չեն կարողանում բոլորը տաքացնել։ Եվ այդպես գազաֆիկացված չեն էլ։ Դուք անում եք ռուսական դոտացիայի հաշվին։ Առայժմ։ Այն որ տենց երջանիկ հայտարարում Արարատ Միրզոյանը, տեսակ ինչ արեցի ռուսներին այդտեղից դուրս, չէ՞։ Հա, ռուսները ասում են Ադրբեջան մենք կարողացա ուղեկցենք այդ բեռները երկաթգծով, բայց հայկական մաքսատունը թող մնա հայկական սահմանապատ թող Արարատ Միրզոյանը ասում է, չէ, դեմ հաղթանակն է, Չէ, դա պիտի միջանցք լինի, ինչ է խոսում ասում։
Դա պիտի միջանցք լինի, ոչ մի հայ սահմանապահ, ոչ մի հայ, ոչ մի մաքսային ծառայող, ոչ մեկ։ Մեքենաները կհետևեն, սարքերը արհեստական ինտելեկտով կանենք։ Սա է, մարդիկ սա անում են եւ չեն էլ ամաչում։ Շատ Մի հետաքրքիր բան էլ բյուջեի հետ կապված կա, նաեւ ես կուզենայի բացատրել ես։ Այս ինչ բան է, այս եկամտարկի վերադարձի հաշվին է շինարարությունը։ Հայքը գլուխ է գովում, չէ՞, ասում է այդ։ Գլուխ է գովում, Տեսեք չէ՞ շինարարությունը ինչ Սերի դավան է, ժողովուրդ, ինչ է սերի կատարվում։ Հայաստանի Հանրապետությունում կա 105 միլիոն քառակուսի մետր բնակելի տուն։ 105 միլիոն քառակուսի մետր։ Այս երկրում այսօր ապրում է ուղիղ 3 միլիոն մարդ, 2 միլիոն 800 քանի հազար արցախցիներ գալով դառել 3 միլիոն։ Ամեն մեկին հասնում է շուրջ 33 քառակուսի մետր, շամ մեծ թիվ է։ Նման թիվ նախքին խորհրդային միության տարածքներում չկա։ Մեկ Մերձբալթյան Հանրապետությունից մեկն ավելի։ Եթե սա նորմալ բաժանվեր, բոլորս լողում են 33 քառակուսի մետր, եթե 2-ին ակա։ Հիմա այս մարդը տնտեսություն աճ խրախուսել նպատակով քաղաքներում, հատկապես Երևանում, եկամտահարկի, սա ինքը չսկսեց, չափով հանրապետականները սկսեցին, բայց նրանք ուրիշ նպատակ ունեին, ինչպես ինձ են բացատրել։ Ասում է, արի դու առ բնակարան վերցրու, քո եկամտարկը, եթե դու աշխատում ես, միտեղ աշխատում ես, եկամտարկի հաշվի, եկամտարկի բյուջե չեմ տանում։ Ինչպես վերևում ես նշեցի, միայն այս տարի այդ պատճառով մեզ մոտ ուրեմն շուրջ բյուջե, այսինքն բյուջեի ստացած իդեպ սա էլ պետք է հաշվի առնենք, այդ 3.5 տրիլիոնից, որը 2 տրիլիոնի պրտե ավելա 1.5-ից, հələ 120 էլ է տեղ հանեք, այս տարի կծախսվի 260 միլիոն դոլար դրա վրա։ Հաշվեք, որ դուք չունեք այդ եկամուտը, սիրելիներս։ Հիմա, սա շատ հետաքրքիր է։ Արդեն մարդ կա եւ սրան չի արձագանքվել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ է դրանից օգտվում։ Եվ ինքը շինարարություն անում է, օրինակ փողոցները ինքը բերում է տազա ասֆալտ, ակցում նոր փողոց չի կառուցում, կամուրջ չի կառուցում, էստակադ չի կառուցում, թունել չի կառուցում 92, 93, 96 թվականներին կառուցվել է Սևանի թունելը, կառուցվել է Աշտարակի կամուրջը, կառուցվել է Արաքս գետի կամուրջը, կառուցվել է Որոտան արփան 20 Լենել թվեր է, պատերազմի թվեր է։ Այդ որ դուք ասում եք մութը ցուրտ է, ես կարայի կառուցեի տներ կամ բերեի ձեզի աշխատավարձ բաժնեի, բայց ժողովրդատնտեսական կարևորագույն օբյեկտները կառուցվել ու շահագործման են հանձնվել։ Մի հատ կամուրջ ասեք, որ հանձնել է։ Լուրջ։ Չբացի Հիմա, այս մարդը ինչի՞ այս բնականն է կառուցում, որտեղ դրանք ծախվում են։ Նախ մի կողմից ինքը կանչում է մարդկանց, ասում է, արի եկամտահարկից զերծ տուր, բյուջեին պիտայից, ասում է, թքած բյուջեի վրա տուր ես տները առ։ Երկրորդ էլ իր մարդիկ, որտեղ ԿՊԱ-ականներն են կառուցողները, կապալուրները, իրան կառուցում են շենքեր ու վաճառում են։ Նույնիսկ այն պարագայում եւ շենքերի մեծ մասը, զգալի մասը դատարկ է։ Մենք ես արդեն ասացի 33 միլիոն քառակուսի մետր։ Գալիս է Չոբանին բռնում է սարից։ Արի ասում է Վարդենից եկել ես բողոքում ես, թե մենք Թուրքիային հող ենք հանձնել, Չոբանություն չես կարողանացի, ինչ Չոբանություն, ընդհանրապես ես բոլորը թող արի քաղաք մի հատ բնակարան գրվի։ Հարցածակում։ Սենց բան ընդհանրապես անում են աշխարհում, իհարկե անում են։ Անում են, ասենք մենք տարեկան ունենք 1800-ից 2000 ամուսնություն, եթե այս մարդիկ տուն չունեն, մի անգամ սրանց թույլ են տալիս անել։ Հետո կբաժանվեն ինչ արդեն էսի կեսվում է, այս մարդիկ էլ էս իրավունքից երբեք չեն օգտվում։ Երբեք։ 1800-ից 2000։ Այսօր կառուցվող բնակարանի թվից դատելով այս թիվը 4-ից 5 անգամ ավել է։ Կառուցում են, չի բրցնում այդ եկամտարկի վերադարձը։ Պետությանը զրկելով 120 միլիարդ, այսինքն այդ փողը որ գալիս է բյուջե, այդ 120 միլիարդը չկա։ Հետ է տալիս։ Բյուջե եկամտան հաշվում է, բայց հետո դու չես տնօրինում։ Այդ փողը փաստացի չկա, վճարում է շինարարություն։ Հիմա ոչ ոք չգիտի, ոչ մի վերլուծություն պետությունը չի հրապարակում, թե քանի այդպիսի բնակարան է կառուցվել եւ քանի հոգի է, որ մեկից ավելի անգամ է դրանից։ Ինչու՞, որտեղ այնտեղ բաներ կա, ի՞նչն է։ Եվ որտեղ ես ենթադրում եմ, որտեղ ամեն ինչ պարզ չի։ Իրանք չեն անում, թողանի։ Որտեղ այնտեղ խալտուրա կա, որովհետեւ մամուլում գրում են, որ այս մարդը 3-րդ անգամ դրանից օգտվեց, 4-րդ անգամ օգտվեց։ Եվ այդ մարդը որպես կանոն, ասենք իշխանությանը մոտ կանգնած, իշխանությանը գովող, ինքը հասկանում եք սերունդ, այդ մի սերունդ կա 30-ից 45-50, ինքը անդադ դրանց փող ա տալի, փայ-փայ միացնի իրան, որ իրան ձայն տան։ Ես կարծում եմ, սա քաղաքական բան է։
միտում։ Կամ վերցնենք կուտակայինը։ Անժելա ջան, 14 թվից մցված, 2015-ից մցրել։ Իդեպ ինչ եղավ դրա այդ կուտակայինի։ Հետաքրքիր է։ Այս կուտակային չարաբաստակ ռեֆորմի հեղինակներն էին հիշեցնում Տիգրան Սարգսյանը, Ներսես Երիցյանը, Արտուր Ջավադյանը։ 10 տարի ուժի մեջ է, չէ՞։ Հա? 10 տարի ուժի մեջ է։ Հիմա բանը կասեմ, աթոռը ծնկնելու ես։ Ներսես Երիցյանը, Արտուր Ջավադյանը եւ Վաչե Գաբրիելյանը։ Մենք ասում էինք այն գերներ, կուտակայինը արեք ոչ թե 40 տարով, այլ 10 տարով։ Արեք, որ 10 տարի մեկ կապիտալիզացիա մարդը իրավունք ունի իր փողը հետ վերցնել։ Արեք 5% պետական ծառայողների համար, իսկ մասնավոր ծառայողների համար ստիպեք թող մասնավորը վճարի, ոչ թե պետությունը։ Այնպես ինչպեսին օրինակ Միացյալ Նահանգներում է։ Եթե դու 43 տարով փող ես վերցնում մարդուց, ասում ես 43 տարի հետո կստանաս ու շատ կստանաս։ Բայց այդ փողը ինչի մեջ ես ներդում 43 տարվա ինչ արժեթղթեր կան, չկան 10 տարուց ավել արժեթղթեր աշխարհում գրեթե չկան, հազվագյուտ հանդիպում են 30 տարվա արժեթղթ։ Մենք ասում ենք, չէ, այս բանը խեք անում։ Խեք փողը վերցում, մեր փողը սառեցնում, տվել եք Ամունդի եւ C կվադրատ ընկերություններին, տալել են դուրս, բան են անում։ Ոնց է հետևելու, ոնց ծախսվեց, ոնց եղավ, ինչ արեք։ Լավ կլինի։ Սա եկավ իշխանության 18 թվի կետնապատկեց, ոչ թե վերացրեց կետնապատկեց։ Ես 18 թվին նույնիսկ հայտարարում եմ, որ այս կուտակայինի պատճառով մենք առաջիկա պատերազմին կպարտվենք։ Զգուշանանք։ Սրանք sense բաներ են։ Ոչ փոխանակը դե Տիգրան Միգրանին բերել դատեր, ասել ես ինչ էր կարել արա։ 43 տարի ձեռը սառնում դու։ Հետո փոխեցին, հետո հենց այցի միջոցների կեսը պետական արժեթղթեր առենք։ Մեր պետական արժեթղթերը Հայաստանի 10 տարուց ավել չկան։ Է 10 տարով փողով եկալ։ Դու ինձ գալիս ես 40 տարով փող ես վեկալում, գնում ես 10 տարվա արժեթղթ ես առնում։ 10 տարի հետո այդ փողը քեզ պիտի հետ տա, նորից դու առնես, հետո եւ այստեղ էլ մի հետաքրքիր բան եղավ, վերջերս պաշտպանում էին մի դոկտորական թեզ, այսօրվանից դոկտորական պիտի անվանենք։ Ես հրավիրված էի, կարծիք էի տվել, եւ այդ թեզը պաշտպանողը գիտ խորհուրդում գիտեք, ասել էր, որ C կվադրատ ընկերությունում 2022 թվի դրությամբ 2022 ներդրված փողերը, պոլիսները, որ տվել եք այդ ֆոնդերի կառավարումը, դա հաշվետվությունը հանգիստ կարելի է տեսնել կենտրոնական բանկի կայքում։ Այս էլ կենտրոնական բանկի աշխատանքն է բնականաբար, որը աճել են 1%։ Այդ ընթացքում 22 թվի դրությամբ համախառն գնաճը եղել էր 26%։ Գոնե գնաճի չափով չեն աճել։ Այսինքն, երբ որ փողը տվել ես, այդ վերցնողը C կվադրատ ընկերությունը այնպեսի ներդրում է կատարել, որ 7 տարում 1% աճել։ Հա, եւ բացատրում էին իհարկե C կվադրատը նամակ էր գրել, բայց ինչ եք ասում, եղել է պանդեմիա, կոവിഡ്, հետո ով ասաց։ Խոր պանդեմիա կոവിഡ് եղավ, ովքեր որ դրամով ավանդ էին դրել հայկական բանկերում, այդ դրամով ավանդները բանկերը չտվի։ Հասկանում եք։ Այսօր գուցե ասում են, այս մի տոկոսը դառել է 8%։ Համախառն գնաճը 35%-ի պայմաններում։ Այսինքն ձեր փողը որ դուք դրել եք, ժողովուրդ, պետությունն է դրել, լավ, դուք ասում եք պետությունն է դրել։ Հիմա կասեմ, դա էլ կասեմ։ 27%-ը պոկասել է։ 35% գնաճի պայմաններում, բանը 8%-ը եղել սրա։ Եթե 8%-ը ես չգիտեմ։ Այսինքն, դուք դրել եք 1 միլիոն դրամ, 1 միլիոն դրամը դարձել է 1 միլիոն 80,000, եթե այդ 1 միլիոն դրամը դրվեր բանկում, այդ 1 միլիոն դրամը կդառնա 1 միլիոն 350,000։ 270,000-ով ավելի։ Այսինքն, եւ որ ձեր առաջի թոշակները մի 10 տարի մուծել են, մի 15 տարի հետո այս կուտակայինով առաջի թոշակներն ենք տալու, միջին կեսաթոշակը այսօրվա գներով կլինի 50,000 դրամ, կուտակայինից կստանաք 15-ից 20,000 դրամ։ Հա, հիմա դուք ասեք, մեզ ինչ ջահելները, չէ՞, հատկապես մենք աշխատավարձից չի ստանում, պետությունը բյուջեից վճարում է, բայց այդ բյուջեին որ փող կար, ձեզի փող էր հասնելու, չէ՞։ Չէ՞ որ այդ վճարումը գողացված կամ կորցված հնարավորություն է ձեզ համար։ Սա խայտարակություն է, ես բազապես չեմ կարող պատկերացնել այդպիսի բան։ Հետո ոնց կարա 35% պետք է աճեր, աճի 26% պետք է աճեր, աճի ընդամենը 1-2%, 22 թվի դրությամբ։ Այստեղ ուրեմն բացահայտ ատկատներ կան։ Բացահայտ խախտումներ կան։ Այդ ինչ ծևի եք տնօրինել այդ փողը, այդ տարել եք արտասահման, այդ ինչ ակտիվների մեջ եք ներդրել, որ 7-8 տարում բերելա ձեզ ընդամենը 1% եկամուտ։ 8 տարում։ Այդ ինչ արժույթների մեջ եք նել, մենակ կրիպտո արժույթը այդ ընթացքում ավելացել է 8 անգամ։
Ես ցավում եմ Անժելա, պետության մեջ ոչ ոք այս հարցերը չի բարձրացնում։ Այս հարցերը չի բարձրացվում։ Չգիտեմ, չեն իմանում, չեն հասկանում։ Հենց էլ չի մի ամբողջ դպրոց ունենք, կոնկրետ ես այսքան ուսանողներ կա հետևենք, տես օրինակ այդ ուսանողը, որ դոկտորական թեզեր պաշտպանում, հրաշալի հասկացել էր այս խորամանկությունը։ Եվ C կվադրատը խառնվել իր նամակի հետևից է ուղարկում։ Այսինքն Նիկոլենց Նույնը ամունջին է, նույնը C կվադրա, հա։ Նիկոլենց վռնդելուց հետո տեսեք ինչ է ջրերից դուրս գալու։ Այս բոլորը ջրերից է դուրս գալու։ Ինչ է արել, ինչ թալաներ, ինչ է տեղի ունել։ Այս ջրերը Ինչ խարդախություն է։ Ես գիտեմ, այստեղ թալանը եղել է, չէ, եղել է իհարկե։ Այս կենտրոնական բանկը պիտի սկի։ Եվ ինչ խաբեություն։ Շատ լավ, այլ հարցեր ունեմ, տնտեսական կարծեմ անդրադարձակ, հա, կենսաթոշակն եկամտահարկին։ Տեսեք, հիմա մեկը շատ արդարացիորեն ինձ նամակ է գրում, մենք ուղիղ եթերում ենք։ Անժելա, դե մի օր էլ պատասխան ինձ է չգիտես ինչի է հարցը ուղված։ Խիմը ինչու մեր ընդդիմություն կոչվածը չգնաց չկանգնեց այդ հայրեն ասել մարդու կողքը եւ իրեն չպաշտպանեց։ Խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է։ Ինչ պիտի արվի, պարոն Բագրատյան։ Հիմա այսպես ընդդիմությունը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանը գրգռում է, որովհետեւ տեղի ունենան բախումներ, ինքը դիկտատուրա մտցվի, այո։ Ընդդիմությունը դրանից զգուշանում է, որ չեն թողում ես այս արդար մարդուն տանեմ, Վարդան Ղուկասյանի հաշվով շատ մի անհանգստացեք, Վարդանին շուտ ուշ բաց կթողեն։ Այո, դա հաճ է տեսնել հայրենասեր մարդուն, բանի իբր թե մեղադրյալ Լիբանով, Կոչուբաևին բաց կթողեն, Սրբազաններին բաց կթողեն, Սամվել Կարապետյան, առաջ թե հետո Սամվել Կարապետյանին բաց կթողեն։ Ես ձեր տեղ ուրիշ հարց կտայի, ընդդիմությունը չի գնում։ Դուք մի հատ որ գնաք ընդդիմության կողքը կանգնեք, ընդդիմությունը շատ բաներ կանի եւ դեռ անելու է։ Այդ ակնհայտ է, բայց մեզ այսօր պարզ է, որ նա հրահրում է բախումներ, որպեսզի ոստիկանություն ժողովուրդ բախում լինի։ Մենք չենք ուզում, որ ժողովրդից մեկը տուժի, ընդհանուր մինչև զոհ լինի։ Ոստիկանությունից էլ չենք ուզում տուժի, էլի մեր երեխեքն են, չեն հասկանում, իհարկե նրանց շեֆերը ժամանակի կգա եւ քրեական պատասխանատվության կենթարկվեն ապօրինի հրամաններին ենթարկվելու համար։ Ընդհանրապես դա ընդդիմությունը զգուշանում է։ Դե ասում եք ուշ թե շուտ Վարդան Ղուկասյանը ազատ կարձակվի, պարոն Բագրատյան, այս ազատ Սամվել Կարապետյանը ազատ արձակվի, եթե ինքը այսօր կամ վաղական ընտրության ընտրություն նշանակեց, թուրքերը հաղթեցին, էլ մենք էլ սկի մեզ պետք չի լինի, որ երկիրը պետք չի։ Շատ կներես, եթե մի հատ էլ սրանք պիտի ընտրություն հաղթեն, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը իրավացի է։ Ուրեմն դուք ժողովուրդ այն հատվածը որ կընտրի արժանի եք Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանն էլ արժանի է ձեզ։ Բայց այդ դեպքում դուք եւ Նիկոլ Փաշինյանը չեք կարող ստեղծել այնպիսի բան համակարգ, չեք կարող գտնվել այնպիսի համակարգի մեջ, որ կա երկիր։ Նիկոլ Փաշինյանի նորացված դաշինքը 26 թվականին կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության փաստացի բացակայության պայմաններում։ Հա, ըստ էության կարելի ասել, որ 21 թվականին որ գնացել է, չգիտեմ, այդքան մարդ ընտրել են Նիկոլին, հիմա մենք այդ ենք վայելում։ Այդ եք վայելում։ Այսինքն այդ թուղթը տվել եք Նիկոլի ձեռքը, ասել եք գնա, ուզում ես դիկտատուրա։ Ինքը գալիս ասում ես խնդրեմ, ասում խաղաղություն եմ հաստատել, կապիտալ պատերազմ կարալն էլի։ Խաղաղություն եմ հաստատել ասում։ Արդեն բանակն էլ պետք չի, 1.5 տարին հերիք է։ Հենց ինչ էր ասում։ Իհաճուկս ես, ունտեղ որտեղ կա սահման չունենք, ասում ես որն է երկրի սահմանը ինքը չգիտի, ոչ մի չգիտի, միջանցքը տալիս է, ճամփեկը տալիս է, հայը տալիս է։ Սահմանությունը պիտի փոխի եւ ես վստահ եմ։ Հիմա խնդրել է երևի Ալիևին չխոսել, եթե ընտրվեց 300,000 ադրբեջանցու վերադառնալու հարցը դրվելու է։ Ձեր տպավորությամբ ինքը ասում են հարցումներ է անցկացում եւ դրանից են գնավորված, որ շատ վատ վիճակում է, հա, դուք էլ ասեցիք, որ արմավիրում եք տարբեր տեղեր եւ ասում են, որ ինչքան ցածր վարկանիշ ունի ինքը, հիմա ինքը ինչ է անում, վախեցած է գնում է այս քայլերի, թե շտապում է շուտ արտահերտ ընտրություններ անցկացնի, թե վախեցած է ընտրություններից եւ ամեն ինչ անում է արտակարգ իրավիճակ մտցնի, որ ընտրություն չանցկացնի պարտվելու է։ Ես կարծում եմ այդպես, Անժելա, հիմա ես էլ կարող եմ հարցում անել, ես իրավունք ունեմ հարցում անեմ եւ չեմ հրապարակում, բայց ես օրինակ հնարավորություն ունեմ մոտ արպես մինչև 200,000 դրամ ես ծախսում 800 հոգու հարցում ա գնում։ 800-ից 400 անցյալ անգամ 470 պատասխանել էի։ Այսինքն մենք կարողանում ենք մարդկանց ուղարկել, առանց չի հաջողում նրանց անել, որ իբանան կենտանեք Արմավիր քաղաքը կամ Արարատ քաղաքը կամ Ապարան քաղաքը եւ այլն, շատ հանգիստ հարցում ենք անում։ Եվ կարիք էլ չկա ինչ որ այն Արմանը որ անում է
Գելապի անունից Գելապը մենա, այդ այտենց էլ չի, այդ գիտեք դատեր են գնում դրա վրա, ինչ որ դատեր են գնում, ես չեմ հասկանում, ինչ որ Գելապ եկել է, ես էլ ասում եմ, դու Գելապ ես թող ցույց տուր։ Չէ, պարզեց Գելապ չի, չէ։ Չէ, ինչ պարզ, այդ հələ մեծ խոսակցություն կլինի այդ առումով, բայց ուզում եմ ձեզ ասել մի հատ հասարակ բան, հեչ կարիք էլ չկա սպասել թե նա ինչ թվեր կասի։ Եվ այսպես մասնավոր մարդկանց ստացած թվերը հիմա վաղ դա էլ են փակել։ Թվերը դրամագծորեն տարբերվում են այդ թվերից։ Բոլորը հասկանում են, որ նույնիսկ այն շրջանին, որտեղ պետք է որ Նիկոլ Փաշինյանը առավելություն ստա ունենար կամ ինչ որ ձայն ուներ, չկա, ձայներ չկան։ Դե ձայները չկան, ինքը բոլոր ակտիվ օջախները, պայքարող օջախները հիմա դնում գլխատում է հերթով, Փարաքյարում ինչ տեղի ունեցավ, հեսա Գյումրիում տեսեք ինչ տեղի ունեցավ, այդ գլխատելով Սամվել Կարապետյանին է փակել, ուժեր իրենից ներկայացնում, սրբազաններին է փակել, այսինքն բանը տենց նվեր է ազգի մեջ ընտրանին պայքարող տեսակը շատ քիչ են, չէ՞, այդ անհատները լինում։ Իրենց վրա այդպես վերցնող անհատներ, պայքարողներ։ Մարդկանց մենք բացատրենք մի բան, նրանք ովքեր ասենք դեռևս մտածում են գուցե ճիշտ է անում, գուցե Նիկոլ կան, գուցե այտենց մի 5% կամ մեր վերջի տվյալներով 7.2% էր։ Մի քանի հարց էինք տվել, հա։ Ես չեմ ուզում սա որպես բանի հրապարակեմ, բայց կան մարդիկ, որ հավատում են եւ ենթանում են, որ սա ապարատի աշխատողներն են, հասկանում եք։ Հիմա նայեք, նույնիսկ էս 7%-նա, 8%-նա կամ 10, դե դրան գումարեք, չգիտեմ, ինչ որ վարչական ռեսուրս կամ չգիտեմ ինչ, իրանք չեն հավատում, որ դրանից հետո երկիրը կմնա։ Այդ նույն տոկոսին, որը պաշտպանում է Փաշինյանին, երբ որ տալիս ես երկրորդ հարցը, իսկ ինչ կլինի հետո շատ պեսիմիստական է։ Այսինքն այնա, որ համ պաշտպանում են, համ պեսիմիստական։ 2 տարի առաջ ես քեզ ասում եմ, մենք այլ ելք չունենք, մենք կամ ռուսների հետ պիտի շարունակենք մեր համագործակցության խորհրդանք, ուզում եք ռուսուլման անվանենք, ուզում եք կամ էլ թուրքերի հետ։ Մենք երրորդը տրված չի։ Մենք չունենք շանս Եվրոպա գնալու, որ ոչ ռուսների հետ ենք, ոչ թուրքերի հետ, այլ Եվրոպայի հետ ենք։ Մենք չունենք շանս Ամերիկայի գնալու։ Դե Եվրոպան, Ամերիկան մեզ ասում են, ձեր պատմական միսիան այդտեղ ռուսներին խանգարելն է։ Ձեր պատմական միսիան ենթադրում է բարեկամություն, հնազանդություն թուրքերի ասածների նկատմամբ։ Եթե դուք սա չեք, մեզ դուք պետք չեք, մենք ձեզ ոչ թեկնածու ենք համարում Եվրոմիության, ոչ էլ լուրջ բանակցություններ ենք ուզում վարել ձեր հետ։ Սա է ձեր շանսը, հələ վրացիք մի քիչ ծով ունեն, բան ունեն, մի քիչ անկախ են, մեր հետ սահման ունեն, դուք ով եք։ Սա է, եթե մենք չենք հասկանում սա, եւ ընդհակառակը կծում ենք այն ձեռքը, որ մեզ Բայց ինչ հետաքրքիր է, այդ շերտը մտածում է, որ ռուս ժողովուրդը տենց դարերով պարտք է, նախ մի հատ մեծ պետություն է նվիրել, ինքնակազմակերպվել, կազմավորվել է հայ ժողովուրդը այդ պետության մեջ, ճիշտ է։ Չգիտեմ 300,000-ից այստեղ ինչքան եղել, դարձել են 3,700,000, այդ ո՞նց է եղել։ Իրա բոլոր ինստիտուտներով լավ թե վատ կայացել է։ Ինքնական, բայց այդպես է, չէ՞։ Աբասից։ Հա։ Գիտեք ինչ կա, աբասիդները, որոնք իշխանության եկան Պարսկաստանում 16-րդ դար, եւ Սեֆևիդ, ասում եմ աբասիդները, Սեֆևիդները թուրքական բան են, կլան էին։ Բայց շիիտ։ Այս Սեֆևիդները պատերազմ սկսեցին Օսմանյան Թուրքիայի դեմ։ Եվ կարծեմ, եթե հիշողությունի դարում առաջին պատերազմը, առաջին լուրջ պատերազմական գործողությունը արեց Իսմայիլ խանը, Շահ Աբասի պապա։ Սելլին բանի դեմ, դրանց դեմ։ Ինձ հատկապես տպավորվել է Չլդրանի ճակատամարտը, որտեղ թուրքերը հաղթանակ տարան։ Իսկ Չլդրան կոչվածը դա բան էր, դու ասա, Վասպուրականի տարածքում էր։ Եվ որ ասենք այդ ճակատամարտն եղավ Չլդրանի, շրջապատում ինչքան հայկար ոչնչացվեց։ Շահ Աբասը, որը ավելի բարյացակամ էր հայերի նկատմամբ, քան թե Օսմանյան թուրքերը, Արևելյան Հայաստանի յետևության տակ էր, հայերին այստեղից տարավ, սկսած 17-րդ դարից։ Ճիշտ ասած լավ ընդունել է Իսպահան, եկեղեցիները տվել, հայերին տվել է արտոնություն, իսկ Նախճեվանի հայերին ընդհանրապես խրախուսել է, նրանց ձեռք չտվել, նոր ջուղան բան է, ջուղան մի խոսքով։ Այո, տարվել է, տարբեր գնահատականով շուրջ 1 միլիոն հայ։ Այս 1 միլիոնից 300,000-ին Գրիբոյեդովը հետաբերել։ Բայց հետագայում, երբ որ պատերազմը Սեֆևիդները կրվեցին, մինչև Նադիր Շահը երբ էր, 18-րդ դարի վերջն էր։ Նադիր Շահը արդեն Սեֆևիդ չէր, բայց էլի թուրք էր։ Մուհամմեդ Աղա խանը
լսած կլինեք, որի արշավանքի արդյունքում 1795 թվականին Թիֆլիսում Սովետսահատն ուղղ։ Հասկանում եք։ Նայ, այո, այս մարդիկ երբեք հայկական ջարդեր չեն արել, բայց եւ որ իրանք պատերազմից հետո հանկարծ նահանջել են, եղել է ժամանակավոր հաջողություն, թուրքերը գալի եւ մեզ կոտորում էին։ Հասկանում եք։ Վերք Հայաստանի պոեմը Խաչատուրովյանը։ Այդ ես չեմ ասել, Խաչատուր Աբովյանն ասել, օրնվի է սահատը, որ ռսի օրնացոտը լիս աշխարհը մտավ ու Ղազելբաշի չարշունչը մեր երկրից անեց, այդ Աբովյանն է չէ ասում։ Վերջապես հայերը, ինչա Աբովյանը դա գրեց, գրել է նրա համար, որովհետև վերջապես եկան ռուսները, որոնք քրիստոնյա էին։ Լավ են եղել ռուսները, վատ են եղել։ Կազմակերպել են կյանքը տնտեսական, օգնել են գյուղացուն, կոտորածներ չեն եղել։ Որովհետև թուրքերը մեզ կոտորում են, իսկ պարսիկները, պիտի ասեմ, որ պարսիկները մեզ դες մասամբ չեն կոտորի երբեք։ Տանում էին, ասում են, Իսպանում ապրեք, լավ աշխատող ժողովուրդ եք։ Այս բաները, նույն բանը սպասում, բան չի։ Բայց գիտեք ինչ ունեն, 300 տարվա մեջ ոչինչ չի փոխվել, ոչինչ։ Նույն բանն է լինել։ Չէ, հիմա փաստորեն, երբ որ անցանք ինքնուրույն կյանքի, չեն կարողանում ինքնակազմակերպվել եւ պետություն կորցնելու առջեւ են կանգնած եւ էլի մեղադրում ենք այն ժողովրդին, այն պետությանը, որ մեզ հնարավորություն ա տվել ինքնակազմակերպվելու, ճիշտ է թե չէ։ Ակադեմիան ով ա բացել, օպերան ով ա բացել, չգիտեմ, համալսարանները որտեղ են բացվել եւ այլն եւ այլն։ Ազգային գրականությունն ու մշակույթը որտեղ ա ծաղկել, հա? Այո։ Կոմիտասագիտությունը որտեղ ա ծաղկել։ Այո, միաշնորհ։ Եվ այլն, եւ այսպես բան, անverջ բան, կարելի է խոսել հայոց լեզուն, որտեղ Մեկից թվում է թե ռուսների հացը չի ուտվում։ Հա, դե այդպես է թվում։ Չէ, բայց մի հատ ինչ որ էս պարտքի բան ունեն։ Դե մի ասես կարևոր բան ասեմ, որ դու միշտ հիշես։ 2018-ի նոյեմբերին, 1918-ի նոյեմբերին եղավ Մուդրոսի աշտության պայմանագիրը, մինչև Սևերը։ Ժամանակապես Հայաստանը բաժանվեց 3 մասի։ Առաջի հատվածը Արևելյան Հայաստանն էր։ Այդտեղ խժժություններ կար բոլշևիկ, Լենին չգիտեին ով կլինի, Արևելյան Հայաստանն էր, դա այսօրվա Հայաստանն էր, գումարած Խարսը, գումարած Սուրմալուն, գումարած Նախճիվանը, գումարած Արցախը։ Շուրջ 45-50,000 քառակուսի կիլոմետր։ Հետո Կիլիկյան 46,000 քառակուսի կիլոմետր, որտեղ վերադարձան 780,000 հայ, որ գաղթել էր Կիլիկիայից, դրանցից 2,000 կենտրոնայինները վերադարձան Կիլիկիա, այսօր տվին ֆրանսիացիները։ Իսկ 2020 թվին այն մնացած, այն հզոր հատվածը, այսինքն ավելի քան 100,000 քառակուսի կիլոմետր, ոմանք ասում են 169-ն ներառել Արևելյան Հայաստանը, տվեցին Վուդրո Վիլսոնին։ Հիմա հենց այն, որ տվեցին Կիլիկյան ֆրանսիացիներին, զուգահեռաբար պիտի լուծարվեր Օսմանյան կայսրությունը, թուրքական պետությունը, բայց գտնվեցին երկու զորավար, ասին մեր պետությունը մենք չենք անելու այդ Մուդրոսի աշտության պայմանագրի պայմանները, մենք պետությունը պիտի պահպանենք շատ մեծ։ Այդ թվում այս հայկական բոլոր հողերը մերը պիտի լինեն։ Առաջինը հարձակվեցին Կիլիկիայի վրա։ Ուրեմն առաջինն եղել է Նորհաչնը, հետո Մարաշը եւ հետո Ադանան։ Ֆրանսիացիք թողին գնացին, ոչ միայն հայերին չպաշտպանին, նույնիսկ զորանոցները թողեցին թուրքերի թողին գնացին։ Եղել է Ֆրանսիայի կառավարության որոշում։ Այդ ժամանակ 1822 թվականին 4 վարչապետ ա եղել, առաջինը Կլեմանսոն, վերջինը Բրայանն էր։ Հաջորդը Վուդրո Վիլսոնը։ Հիմա այստեղ ուրիշ հարց կա։ Հայերը կարծում են թե ֆրանսիացիք մեզ դավաճանեցին։ Ոչ։ Ֆրանսիացիք ասեցին առաստը մեր անելիքը ո՞րն է։ Այս լավ է, թուրքերի մեջ ձևավորվել է այս Աթաթուրքը։ Այս պիտի օգնենք ուժեղ պետությունից շահանենք Ռուսաստանի դեմ։ Նույնը Վուդրո Վիլսոնը, որը իբր ասեց իմ նավերը լեռներ չեն բարձրացնում։ Դա չի եղել պատճառը։ Ինչը հիմա կրկնում է, որովհետև Վուդրո Վիլսոնը մոտ մտել է խորհրդականն ասել է, ինչ ենք օգնում ընդ հայկական ուժեղ պետություն լինի։ Հայերը քրիստոնյա են, հայերը ռուսների դեմ չեն գնա։ Հիմա ինչ անում նույն արևմուտքը, նույն բանը չի անում։ Նույնն է։ Նույն բանը։ Որովհետև ոչինչ չի փոխվել արևմուտք Ռուսաստան, արևմուտք ուզում է ռուսների նեղի, ուզում է Չինաստանի նեղի, այդ նեղի միջազգով հսկայական պետություն, տեսեք օրինակ Ուկրաինայի պատերազմը հնարավոր է ավարտվի, խաղաղություն լինի, որովհետև ռուսները մարդ ուժով հաղթեցին։ Իսկ պատկերացրեք հիմա ռուսների դեմ Թուրքիան է կռվում։ Թուրքիա, Ադրբեջան, Միջին Ասիա։ Ինչ է կանելու։ Հայաստանն էլ միջանցք է տվել, որ իրանք ասած գնանք անցենք մենք տանեն բերեն։ Եթե կռվելու է եւ Ռուսաստանի դեմ, եւ Իրանի դեմ, եւ Չինաստանի։ Պարոն Բագրատյան, ինչի է հայ ժողովրդին թվում, որ ասենք ռուս ժողովուրդը միշտ իրան պարտքա։
ասենք պետք է գազը այդ գնով տան այդ գրը հայ ժողովուրդը թույլ է, նախ հայ ժողովուրդը ամբողջությամբ այդպես չի։ Չէ, հիմնականում տենց են մտածում, որ չգիտես ինչի՞ դե իրանց համար, չէ, առհասարակ թույլ մարդուն է այդպես թվում, բոլորը իրան պարտքեն, բոլորը պատասխանատու են, ինքը չէ։ Այդ անպատասխանատու սրիկան է միշտ այդպես, թույլիկը, որ ասես, մամանա մեղավոր, քերինա մեղավոր, հոպարը, հարևանի կինը, չգիտեմ ինչ է։ Ինքը ոչ մի պատասխանատվություն չունի։ Հիմա մենք էլ հպարտության բացակայությունը օրինակ եղել է, չէ, դուք ունեցել եք հարևաններ, ծանոթներ, ասենք, որ մեկը հարբեցող է, որ քեզանից փող է ուզել։ Հարբեցող է, փող է ուզում։ Իրանք թվում է դու պարտական ես, եւ երբ որ ասում ես ոչ, հələ տեսեք պատասխանն ինչ կլինի։ Հասկանում եք։ Հիմա եթե հանկարծ գազի գինը բարձրանա, շոկ ասեն, օ, բայց որ այդքան ժամանակ այդ գնին մնացել, այդպես ոչ մի բան չկա։ Պարտք են, չգիտես ինչու ռուսները իրաց թվում է հայ ժողովրդին թվում է ռուսները իրենց պարտք են։ Մի հատ էլ ավելին ասում են, հələ դա հարց է ով ա ում պարտք։ Այսինքն մոտավորապես այդ 140 միլիոնին գիտեք, չէ՞ որ մենք այդ 2 միլիոնս ենք պահել։ Տեղյակ եք որ մենք ենք պահել մեր ջերմուկով։ Այն ջերմուկն էլ հենա քաղաքապետը բանը ջերմուկի տերը իր տաղուն նշանակեց քաղաքապետ ԿՊ-ի բան մարզպետ ԿՊ-ի կողմից որ մնացած ջերմուկներ տան։ Քաղաքապետ դրեց, ջերմուկի բոլոր բարձունքները տվեցին։ Հիմա մարզպետա դրել որ միանգամից հանձնի Արսենյանը, ջերմուկի Արսենյանը։ Այս է։ Հավես ռուսն է մեղավոր։ Այսինքն Դե այսինքն դա են ասում ռուսն է մեղավոր, դեմը փակում ես, ճանապարհը կտրում ես, գնում ես խաղեր ես տալիս սրան նրա հետ, թուրքերի հետ էլ ես պատրաստ խաղեր տալ, Ադրբեջանի հետ հիմա գնացել է 1000 մի կոմպրոմիսի երկիրը կտրտում տալիս է, Թրամփի, այս Թրամփի թղթին եմ գալու, այսօր ամբողջ օրը նվիրել եմ։ Այդ Թրամփի թուղթը տեսակ այսօր ինչ, երեք ինչ արեց Նեթանյահուն։ Դա Թրամփը թուղթ չէ տվել իրան ստորագրություններով, խաղաղություն Գազայում։ 120 մենակ երեկոյան պայթացրեց Գազայի գլխին։ Այդ թուղթը ուր է, որ Թրամփեր գրած վրան էլ խաղաղություն։ Ուր է այդ թուղթը։ Հա, Ռաֆախը որ սա պայթացրեց։ Ուր է այդ թուղթը։ Մի հատ այս թուղթը բերելու է ասի կերեք։ Այս մեր աղբը բերելու է ասի կերեք Թրամփի խաղաղությունը։ Թրամփն է կանգնած, Ամերիկան է կանգնած, ինչ է անում հիմա Գազայի գլխին, այս պահին։ Ինչ են անում։ Շարունակում են ցեղասպանությունը։ Անժելա, բայց Ամերիկան Հայաստանին կոնկրետ ասել է Եվրամիությունն է։ Կապ չունի, եթե դու վեճ ունենաս թուրքերի հետ, ես չեմ պաշտպանի ձեզ։ Ձեզ չեմ պաշտպանի։ Կապ չունի, Արամ Զավեն գնում եք, յոլա եք գնում թուրքերի հետ, ինտեգրվում եք թուրքերի հետ, իրանց հետ գնում եք սուրբ պայքարի, ռուսների, իրանցիների ու Կյանքը ցույց է տվել հենց գնացի ինտեգրվել ենք թուրքերի հետ, մեզ մորթել են։ Այս անգամ ինչի պետք է խնայեն, երբ որ ընդամենը 2 տարի առաջ էլի մորթեցին։ Ճիշտ ես ասում, բայց հիմա Թրամփի ուղերձը դա է, որ ես ասեմ։ Ուրիշ ուղերձ չունի։ Դա ինչ են ինքնախապեյությամբ զբաղվում, Արամ Զավենիչի նմանների գլուխ են կախում։ Ամերիկան դեսպանն ասի, ինչ եք սրբազան ձերբակալում։ Իհարկե։ Թող դեսպանը վերքեն ասի, քաղաքապետ ընտրված թիմ մարմնի ղեկավարին ո՞նց եք ձերբակալում ախպեր։ Թող ասի։ Թող մի հատ եվրոպական դեսպան ձայնանի։ Չկա ձայն։ Ուրեմն կեղծ է, ուրեմն Եվրոպայում Միացյալ Նահանգներում ոչ մի ժողովրդավարություն չկա։ Իսկ դուք պատկերացնում եք, եթե մի աղանդավորական ուժի կամ սեկտայի վրա հանկարծ մեկը գնար դուռը թակեր ուժեղ ինչ կաներ։ Այդ նույն դեսպանատները եկեղեցին պատմական մտել են քարուքանդ են անում 30 չգիտեմ քանի քահանա են ձերբակալում 3 սրբազան են ձերբակալում ամեն օր մի այլանդակություն է ասում եկեղեցու վեհապարի հասցեին քար լռություն։ Բայց դուք Թրամփին եք հավատում, ասեք թուղթ է տվել, այդ թուղթը կերակրելու հայ ժողովրդին կերակրելու այդ թղթով։ Դուք մի այդպես անտարբեր վերաբերվեք, մի մտածեք, բանը ժողովուրդը հասկացա, թե Թրամփի թուղթը ոչ մեկի բան պետք չի։ Արամ Զավենիչների նմանները կնստեն ու կասեն, ոնց թե դուք գնալու եք ընդ թուրքերի հետ բան անեք, սեր անեք, չգիտեմ ինչ անեք։ Բուժեք իրանց, բուժվեք թուրքերով։ Եկեղեցու հետ կապված պարոն Բագրատյան, դուք միշտ խորհուրդ եք տվել եւ կրկնել եք, որ որևէ պարագայում չհանձնվի։ Ի պատիվ Վարդան Ղուկասյանի Գյումրու քաղաքապետի մարդը չէր հանձնվում, ասում էր բեր փողերը։ Գյումրեցիների փողերը գողացել տարել ես, բեր դիմելու եմ դատարան։ Տեսա գնաց մարդուն ոչ թե կալա, առևանգեց ուղակի։ Էլ միշտ դռնով առևանգեց տարավ, տեսակ։ Գյումրեցիները գնացել էին պաշտպանելու։ Ես կարծում եմ նույն բանը ինքը անելու է վեհապարի հետ կապված։ Ես կարծում եմ որ նույն բանը ինքը վեհապարին չի կարող անի։ Չի կարող։ Վեհապարը դեպքն է որ բոլորս կվազենք պաշտպանելու, բայց եթե մի րոպե հիպոթետիկորեն պատկերացնենք որ վեհապարին տարել են ինչ որ բանտման, վեհապարը պետք է շարունակի իր վեհապարությունը անի բանից կալոնավայրից։ Բայց ես կարծում եմ դա արդեն բան չտամ հիմա եկան ինձ ասեն սկսի ես տալի հրահրում ես սպանեսանը ես կարծում եմ որ ժողովուրդը իր եկեղեցին է եկեղեցու գլխավորն է կկամի կպաշտպանի
Այսինքն շրջապակի չի թողի, որ անգամ նրան մոտենան ֆիզիկապես։ Մեր գործընկեր Հասմիկը ճիշտ էր գրել, որ եկեղեցու բանակի վերջը ժողովուրդն է, հայ ժողովուրդն է, կարող է զորք ունի։ Հայ ժողովուրդը իրան պիտի պաշտպանի։ Կարող է բանը վեհապարը բանը վերցնի Ես նաև ասել եմ, չգիտեմ, Chatham House-ը բան քեզ պատմել է, որ Chatham House-ը հստակ ցուցմունք է տալիս Հայաստանին հրաժարվել եկեղեցուց։ Իդեպս վերջերս կաթոլիկ ինչ-որ մի հատ հայ սրբա բան էին արել, Փաշյանը ես տեսա նկար տեսա թրուցիկ գնացել էր գտնվել, ինչի համար չգիտեմ։ Ենթարկվել հայ կաթոլիկ եկեղեցուն ենթարկվել բոլոր առումներով ստանալ հունա-կաթոլիկ եկեղեցու բնորոշ հատկանիշներ, ուզում եք որոշ տրադիցիաներ պահպանեք հայ եկեղեցուց, եւ եթե սա չանեք, կարող է ձեր գլխին իսլամ գա։ Սա պարզ է։ Որովհետեւ եթե նեղն եք, Եվրոպան ու Ամերիկան ասելու են ավելի լավ չի, իսլամ ընդունեք, քան թե վերանակ։ Բայց այս բոլորը միայն նրա համար, որ ոչ թե այստեղ արդեն Նիկոլ Փաշյանը սահմաններից դուրս է եկել, ափերից դուրս է գալիս, այլ որովհետև մենք ունենք մեղմ հավատացյալներ, մեղմ ասած, որոնք պատրաստ չեն սատարելու իրենց եկեղեցուն։ Սա առաքելական եկեղեցին է, առաջի պաշտոնական եկեղեցին է, մենք կարիք չունենք սրա կամ նրա այլ դավանաբանական ուսմունքների վրա եկեղեցի կառուցել։ Եվ որ այդ ասում են պիտի վեհապարը ինքը վերցնի, զանգերը հնչեցնի, չգիտեմ ինքը վեհապարը ի վերջո եթե այդպես լինի, պարոն Բագրատյան, պիտի որ համաձայն եք, դե դեպքում բոլոր կուսակցությունները փակեք, ամեն ինչ փակեք, ասեք գոյություն չունեն, թող վեհապարը դուրս գա քաղաքական պայքար, այդպես կլինի։ Դե դա վեհապարի գործը չի։ Այո։ Չէ, որտեղ այդպես բան է, կոչ են անում։ Շատ լավ, եւ ուզում եի նաեւ այս հարցի մասին խոսել։ Տեսեք, մեր ձևով, հա, այդպես է կոչում։ Մեր ձևով շարժում ինչ որ բաներ է անում, ինչ որ հանրահավաքներ եւ այլն եւ այլն։ Մենք այո, պիտի փայփայենք բոլոր այն ուժերը, այն մարդկանց, ովքեր դուրս են եկել պայքարի, ճիշտ է։ Մեր առաքելությունն է նաեւ մեր գործն է, որ հնարավորինս ամեն ինչ անենք, որ միասնական ճակատ լինի։ Ասեմ, որ այդ հնարավորությունը ժամանակին ուներ Վազգեն Մանուկյանը չհաջողեց, Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ բոլորին հաջողեց, այդպես չմոտեցավ 21 թվականին։ Այս հնարավորությունը ունի, կունենա, չգիտեմ, այդ արդեն դուք կասեք, կամ ժամանակը ցույց կտա։ Սամվել Կարապետյանը։ Բայց ինքը ոնց որ թե այդպես չի մոտենում հարցին։ Ինչ բարեկամական խորհուրդ կտակ հանրահավաքի ժամանակ ըստ էության այսպես մտքի տկարություն է նկատվում։ Նկատել է, որ այս մարդիկ բացարձակ քաղաքական չեն, հրաշալի է, եթե մենք ունենայինք նախկին ժամանակները, գուցե լավ է, մարդիկ եկել են հրապարակ, ուզում են քաղաքականությամբ զբաղվեն, շատ լավ է։ Մենք գտնվում ենք էքստրեմալ ծայրահեղ վիճակում։ Մենք օկուպացված ենք, ինչպես դուք ասեցիք, գրաված է մեր երկիրը եւ ազատագրումը շատ դժվար է լինելու։ Մենք նայնիմների, այդ ջահել ջուհուրների կայացման ժամանակը չունենք։ Եվ հատկապես ինչ որ հիմար մոտեցումների, որ քաղաքական խոսույթը գրեթե չկա այնտեղ, շատ թույլ է, շատ տկար է, այդպես են մոտենում հարցին, քաղաքական են դեմքերը, ովքեր իրենց մեջ մարդիկ ճանապարհ են անցել, հազար անգամ ենք ասել, քաղաքական գործիչը դա երկրի հարստություն է, ճիշտ է թե ոչ, պարոն Բագրատյան։ Բա ի՞նչ է նշանակում գալ եւ մերժել տենց բոլորին, համենայն դեպս այդպես են իրենց պահում։ Ինչն է խանգարում, որ սրանք կարողանան, ինչ ասեմ, Անժելա, գեղեցիկ չի լինի, որ ես հիմա Չէ, ես հիմա կուզենայի դուք բարի խորհուրդ տայիք, մեր ձևը, որտեվ Սամվել Կարապետյանը փակված է։ Ընդհանուր առմամբ։ Հա։ Այն ընդդիմադի դաշտը, այն քաղաքական գործիչներ, որոնք կան, որոնք հանրահայտ են բոլորի անազգանները գիտենք, դա մեր երկրի հարստությունն է, դա մեր երկրի պատմությունն է։ Ամեն մարդ կայացրել է իրան, իր քաղաքական գործելակերպով, հատկապես ընդդիմադիրները, որովհետև ինչ են իրանք գնահատելի, իրանք չեն գնացել գործարքի իշխանության հետ, բոլորին էլ իշխանությունը գործարք առաջարկում է։ Ուրեմն ազնիվ մարդիկ են։ Եթե այդ մարդիկ, ասենք, լինեին այդքան թալանչի, ինչքան պատկերացնում են իշխանությունը, սուսուփուս վեր էին ինգեր իրենց տեղերը չեն անում։ Դա հարստություն է։ Համարձակ մարդիկ են։ Դուք փորձեք ձևավորեք ձեր քաղաքական ուժը, բայց զուգահեռաբար այս մարդկանց ներգրավեք այդ պայքարի մեջ։ Ստացվել է այնպես, որ Սամվել Կարապետյանը ուզի նույնիսկ դա աստված, որ շուտ բաց թողնեն նրան, կարողանանք հասնել նրան, որ նա ազատություն ձեռք բերի։ Ես կարծում եմ նրա պարտքը պիտի լի պայքարել այս քաղաքական պայքար մղել այս իշխանության դեմ։ Որտեղ ինչ իր նկատմամբ այս իշխանությունը չափազանց անարդար է վարվել։ Չես մարդը թիվ 1 մեծ բարերար է։ Հա։ Այդ չկա երկրորդը, այդպիսի
բարերարություն ոնց որ այլ հայ ժողովրդին եւ Հայաստանին չունենք երկրորդ, ոնց որ Սամվել Կարապետյանն է։ Դա այդ օրակարգը, որ լավ ընդդիմություն կա, վատ ընդդիմություն կա, սրան ուզում ենք, նրանք չենք ուզում, sense այս բաներով ես այդ շարժումը չպետք է զբաղվեմ։ Իհարկե։ Այս շարժումը պիտի խնդիր դնի Սամվել Կարապետյանի անունից, Սամվել Կարապետյանի գլխավորությամբ կատարի իշխանափոխություն, քաղաքական իշխանափոխություն, որովհետև արժևում մենք արդեն ընտրություններ ունենք, պետք է այդ մասին հասկանալ։ Եվ եթե դուք ասում եք, եթե ինչ որ մեկն ասում է, որ նախկինների հետ կապված անցյալի, չգիտեմ, մենք sense խնդիր ունենք, էս ունենք, այնեք ներողություն, պարոն Բագրատյան, դա նշանակում է նաև մերժում են ձեզ։ Դե կներեք էլի, ասենք այդ ռեֆորմերը չլիներ, դա նշանակում է մերժում է Լևոն Տեր-Պետրոսյան հաղթանակը չներ, դա նշանակում է քաղաքական գործիչներից մեկը Նիկոլին Կականց ասում էր, ես չեմ հավատում, անսպասել է ինձ համար Բագրատյանը, որովհետև Բագրատյան դու նախկինների կողքն ես կանգնած։ Հիմարություն չի, այսինքն նշանակում է հաղթանակը կամ երկրի զարգացումը Ռոբերտ Քոչարյանի մերժել, Սերժ Սարգսյանի, այդ թեմաները գնալ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Այսինքն դու ինչ եք անում, Լևոն բանի Նիկոլի ջրաղացին ջուր եք լցնում, ինչ եք անում։ Ոնց կարելի է այդ խոսոյթով առաջար փոխանակ դրա դեմ գնալ մի հատ էլ ասում եք դե դեմքիդ այդ մասին մի խոսեք աշխատեք ինչքան կարաք ձեզ կարող է խոսքի օրինակ եմ ասում հիմա չտան այդ գյուղը Սախրբեկը ասենք մեծ մազրա գյուղում ձեզ կարող է Ոմն Տիգրան օգնել ով է Տիգրանն ինչա օգտագործեք այդ Տիգրանին Այնպես չէ շատ ռեսուրս ունենք, չէ, պարոն Բագրատյան, այնպես չնես դրսի ուժերը կանգնած մեզ ուզում են օգնել, մենք էլ էս մեր ներսի եղած վատն ենք, ասենք, չէ, քո դեմքը հայտնի է, չէ, դու չգիտեմ ինչ ես, հիմար անլուրջ մոտեցում ես, չգիտեմ։ Եվ նայում ես մեկը մեկից անփորձ, բան, հիմա հասկացանք, որ ով որ գա պիտի ծափահարենք, ներողություն, ոչ ժամանակ ունենք, ոչ տես ռեսուրս ունենք, ոչ տես հնարավորություն ունենք, ոչ էլ բան։ Թռվռալու ինչ որ բաներ։ Այդպես է թե այդպես չի։ Եվ նաև ձեր կարծիքը պիտի լսեմ, նախ մի հատ ասեք, ես խոսեցինք ու շարունակեցինք, մարսելու է սա Իսրայելը։ Ինչ։ Մարսելու է Իսրայելը սա, պարոն Չի կարող մարսի։ Ստացվում է, որ Իսրայելը երեք հարվածել է ոչ թե Ռաֆախին, Միացյալ Նահանգներն են առնբակոծել։ Բա ուր է քո խաղաղությունը, Տրամփ։ Այդ Վենսն էլ հայտարարեց ինքը գնում է բան, մեկնում է Մերձավոր Արևելք, հայտարարեց այնուամենայնիվ ինքը կարծում է, որ Իսրայելը ճիշտ է տրամաբանորեն եւ այլ։ Մարսելու է հիմա Իսրայելը, եթե չշարունակում է չմարսել, չէ որ Խամազում հիմարներ չկան, նրանք հասկանում են, որ եթե իրանք չափից դուրս հիմա հանդես կան, դա առիթ կտա արդարացնելու Իսրայելի գործունեությունը։ Այնպես որ Իսրայելը հիմա հարվածում է ռմբակոծում է Տրամփի խաղաղության պայմանագիրը։ Այդ Տրամփի Չէ, այդպես մի ասա։ Կարծում եք։ Հա։ Եթե հիմա շարունակվի մի քիչ պաուզա կտա Համազը կպատասխանի, դա նշանակում է, որ այնտեղ էլ չստացվեց խաղաղություն։ Պատասխան կտա Իսրայել Նեթանյահուն, պատասխան կտա, չնայած վաղուց ասում են ցեղասպան Նեթանյահուն չի, ցեղասպան Իսրայելի ժողովուրդը ցեղասպան ժողովուրդ է, որտեղ ողջունում է եւ դրա դեմ չի առնում եւ ցեղասպան ժողովուրդը նաեւ Միացյալ Նահանգների ժողովուրդը իրենք են աջակցել։ Այս ընթացքում եւ շարունակում են աջակցել, որ շարունակվի ցեղասպանությունը, այդպես է թե այդպես չի։ Այդպես է։ Այդ սցենարը մեր համար հեչ լավ չի, որովհետեւ նույն ձևի ես ասել եմ, կցեղասպանվի Հայաստանի հայությունը, նույն ձևի կռմբակոծվի Երևանը, որովհետեւ թուրքերը կասեն լավ է, 1-2 տարի կխոսան, հետո կանցնի։ Կանցնի, ինչի բանը նախադեպ Արցախը չէր, Արցախի վրա Իսրայելը վարժվեց Ադրբեջանի տեսան մարսում են։ Ոնց որ ես Արցախին հիշում եք, Արցախում մեծ հանրահավաք եղավ բլոկադայի օրերին։ Այո։ Ընդդեմ Ադրբեջանի եւ ընդդեմ Պուտինի։ Պուտին։ Ես այստեղից գոռում եմ, հա, ռուսները որ չեն պաշտպանում իրենց բան։ Ես դե գոռում եմ, որ ձեր հանրահավաքը պետք է լինի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ձեր գոյության բանը խանգարում է Նիկոլ Փաշինյանը։ Դե դա ասեք բոլոր ընդդիմադիրներին, պիտի լինի միայն -1, վերջ։ -1, այո։ Ոնց է Վրաստանը Այո, դե հիմա փաստորեն Սամվել Կարապետյանի խորհուրդը մեռան ասելով, չէ, Իվանիշվիլի դարձի բոլորին միացրու, բոլորին։ Դու ունես այդ հնարավորություն, դու կա այդ շանսը, դու այդ անձն ես, այդ անհատականություն ես, որ դու ոչ մի բանի չես նայել անverջ 30 քանի տարի միայն ու միայն մեծ բարեգործություն ես արել, միայն ու միայն տվել ես երկրիդ։ 380 միլիոն էլ ներդրում ես արել բանում հեծում, այդքան ներդրում ես արել, ավելին 1 միլիարդի չափ էլ բարեգործություն ես արել Հայաստանում եւ Արցախում։
Ունի չէ այդ հնարավորությունը եւ այդ շանսը։ Մենք ենք ցած, չգիտեմ։ Եվ բայց դուք միշտ բանը օրիգինալ պատասխաններ եք տալիս պարոն Բագրատյան, ուզում եի նաև որտեղ պարոն Բագրատյանը տաղանդավոր մարդ է, այնուամենայնիվ հոլոկոստի ենթարկված մի քանի հոգու էս հարցը տվել եմ, էլի, ժողովուրդը ո՞նց դարձավ ցեղասպան ժողովուրդ Իսրայելը։ Լինում է այդպիսի բան։ Գյոթե ծնած երկիրը ոնց դարձավ ֆաշիզմի բան բնորան։ Բայց այդ ժողովուրդը այնուամենայնիվ ներողություն խնդրեց իր արածի համար։ Սա էլ է Հիմա տեսեք ներողություն։ թուրքերը չունեին Բախ, Բրամս, Բեթհովեն, մասամբ նաև Մոցարտ, բայց դրա համար էլ միջև հիմա թուրքերը վայրի են, մարդակերից հազիվ դարձան մարդասպան, ոնց որ Թումանյանն ասեց, ներողություն չեն խնդրում, բայց այդ ժողովուրդը մեռավ, ներողություն խնդրեց ու փոխհատուցում է միջև հիմա, որովհետև այո, ունեին Բախ, Բրամս, Բեթհովեն, Մոցարտ եւ այլ։ Դրա համար չգիտեմ, այս հрьяաներ ինչի սենց դարձան ցեղասպան։ Չկա բացատրություն։ Ցեղասպանվածից դառնացել։ Նրանից որ Պաղեստինի ժողովուրդը իրան այնպես հերոսաբար ապահովում, որ հрьяաները սկսում են հարգել նրանց, վերջապես հաղթանակ չկա։ Հաղթանակ չկա, ընդամենը 450 քառակուսի կիլոմետր տարածք էր։ 2,200,000 Դե խեղճեր ինչ հաղթանակ չկա, փրթում են դրանց։ Փրթում են, բայց չեն փախնում։ Կոտորում են։ Չեն փախնում։ Դե ո՞թե ճանապարհ ցույց չեն տալիս։ Ճանապարհ էլ կար, փախնում են։ Եգիպտոսը փակեց, Հորդանանը փակեց։ Սա մեկ։ Երկրորդը ես ինչ ասեմ։ Ես խորապես հիասթափված եմ։ Ես օրինակ ունեմ լավ ընկերներ։ Դե բանի Երուսաղեմի համալսարանից, պոլիտեխնիկ համալսարանում մի լավ ընկեր ունեմ։ Հրեա մի խումբ են էլի, ամբիոնա էլի։ Ասենք մի երկու անգամ ինձ գրեցին։ Նրանք ինձ գրել են, դե դուք էլ իմացեք հայ ժողովուրդը, որ այդ մարդիկ ինձ այսպես են գրել, որ այդ ցեղասպանության հետ իրենք կապ չունեն, իրենք դատապարտել։ Ռուսաստանում հայտնի անունները չտամ երկու քաղաքագետներ, մեկը Սալավյովի եթերում, մեկն էլ հետո հրապարակային բան, ասում են իհարկե պիտի այնտեղ ասում են ո՞նց եք պատկերացնում երեխաներին, ասում են ռմբակոծում, ասում այո, պիտի անեն, եւ սա ճիշտ ճանապարհ է, լուրջ մտավորական մարդիկ հրյա։ Չգիտեմ, ինչ Ես դժվարում եմ պատասխանեմ։ Գիտեք, երբ որ գալիս է ոգևորությունը, գիտեք ինչ կա, երբ որ մի հատ ստահակ հայտնում է այս կամ այն ձևով սկսում է ղեկավարել ժողովրդին։ Ճիշտ է, դարձնում է իր նման, չէ՞։ Ահա։ Դարձնում է իր նման, չէ՞, ժողովուրդը։ Այո, դարձնում է իր նման։ Դարձնում է իր նման, այդ ժողովուրդը 3000 տարվա ժողովուրդ ենք, ասենք, մեզի ասին Արցախից դավայ ծվրվում ենք, ելանք ծվրվանք։ Բա ինչ անեք, սա 3000 տարի ապրելուց հետո գնում են։ Բա սա վերկացավ, ասես չեմ օգնելու, այդ միթիկա ինչ անել։ Բան չունեմ ասելու։ Իրա նպատակին հասնեին ցեղասպանեին։ Հասցրինք նա, Հայաստանի ղեկավարն ասեց չեմ օգնելու։ Այ դա ուրիշ հարց, դա ճիշտ է։ Մենք հասցրինք դրան, չէ՞։ Այդ ճիշտ է։ Բա մեր համար ասինք, մենք ո՞նց հասցրինք դրան։ Մենք ասինք, ինք հասկացնել տվինք բոլորին, ժողովուրդը հասկացնել։ 21 թվի ընտրությունից հետո ասեց կարմիր գիծ չկա ախպեր։ Պարտված մարդուն նորից ղեկավար եմ դարձնում։ Ուրեմն ես կարմիր գիծ չունեմ։ Եթե ես կարմիր գիծ չունեմ, իմ հետ վարվի այնպես, ինչպես կուզես։ Շատ լավ։ Եվ ավարտում ենք Գյումրիի թեմա, նորություն ունեն Գյումրիից։ Երևան։ Ինչ ուզնեք ասելու գյումրեցիներին, մեզ, չգիտեմ, եւ ինչ պիտի անենք։ Ոչի բան դուք ընտրություն եք կատարել, այս իրադարձությունները ցույց են տալի, որ դա ճիշտ ընտրություն էր։ Դուք ունեք քաղաքապետ, որը գյումրեցիները, կեցեք ինձ հետ զրուցում էր կոնկրետ ինչ մի լավ բան գիտես, ասա անենք Գյումրիի համար եւ այլն։ Արեք այդ բոլորը։ Արեք, թե չէ Գյումրին էլ կդառնա Արցախ։ Ահա։ Երևանն էլ կդառնա Արցախ։ Դա ապօրինի բաներ են, հետո այդ ձևը գնալ բանը, ասենք թե մի հատ ստից մի բան, քննություն տանեք, տենայինք ինչ էր, ինչ չէր։ Գնայիք հարգելի պետություն Գյումրեցիներին, բացատրեք ինչ կանդեղ։ Ես ասում եմ, հստակ ասում եմ, իմ կարծիքով հիմնական պատճառը այդ բյուջեն պահանջելն է։ Օրինական բյուջեն, որը Գյումրիին է։ Էլի ձեր համար է գյումրեցիներ։ Շնորհակալություն, շնորհակալ եմ պարոն Բագրատյան։